Ես երջանիկ եմ, որ բաժանված եմ։ Ես գիտեմ, որ դուք իմ մասին տենց եք մտածում, բայց դա տենց չի։ Բայց ես նաև դժբախտ չեմ, որ ես բաժանված եմ։ Սա իմ կյանքի մի իրականությունն է, որը ես շատ վաղուց ընդունել եմ, համակերպվել եմ եւ մաքսիմում երջանիկ եմ ինքս ինձ հետ մենակ կնոջ կրկնվիճակով։ Բայց ես երբեք չեմ մտել հարաբերությունների մեջ, մտածելով, որ դա շուտով պիտի ավարտվի, ես շատ երջանիկ պիտի լինեմ դրանից։ Չէ։ Ես մտել եմ հարաբերությունների մեջ, մտածելով, երազելով, ցանկանալով, որ ամեն ինչ շատ լավ լինի։ Ես շատ զույգի մարդ եմ, ինձ շատ է դուր գալիս լինել հարաբերությունների մեջ։ Ես սիրում եմ այն զույգային կյանքի ամեն ինչը։ Համոբաներ սարքել, միասին ժամանակ անցկացնել, անակնկալներ անել, մեկ-մեկ իրար ներվել ուտել, այդ ամեն ինչը ինձ շատ է դուր գալիս։ Բայց ունենք այն ինչ ունենք։ Ինձ դուր է գալիս նաև ընտանիքը։ Գիտեք, օրինակ ես շատ կուզեի, որ ես լինեի մի ընտանիքում մամա ու կին, որտեղ շաբաթ-կիրակիները տղաս մենք անց ենք կացնում տատիկ պապիկների հետ, որ մենք բոլոր ճանապարհորդում ենք, որ տղայից դպրոցից վերցնում են տատիկն ու պապիկները, որ մենք Սուրբ Զատիկը իմ համար ամենաընտանեկան տոնը բոլորով միասին ենք տոնում։ Ես այդ ամեն ինչը շատ սիրում եմ, բայց չունեմ։ Բայց ունեմ ինձ ու իմ տղայիս։ Դա էլ մեր ընտանիքն է։ Ու ես շատ եմ սիրում մեզ։ Բայց դա չի նշանակում, որ ես միշտ երազել եմ լինել բաժանված, միշտ երազել եմ չունենամ հարաբերություններ ու միշտ երազել եմ անցնեմ այս ամեն ինչի միջով։ Եթե անկեղծ ես կուզեի ծնվել մի երկրում, որտեղ կարելի էր պարզապես մեկ անգամ ամուսնանալ, լինել երջանիկ այդ հարաբերությունների մեջ, ունենալ ընտանիք, իրված ամուսին, այդ ամեն ինչը, ինչ որ մենք գիտենք, թե ինչ է ընտանիքը, ես շատ կուզեի ունենալ, բայց ունենք այն ինչ ունենք։ Դրա համար, երբ որ տեսնում եք, որ կինը բաժանվել է ու փորձում է երջանիկ լինել, միշտ մտածեք, որ մենք ծնվել ու երազել ենք դրա մասին։ Տենց է ստացվել։ Վայելում ենք կյանքը։